Բարև ձեզ, սիրելիներս, մենք շարունակում ենք քննարկել Շիմոն Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 8-րդ գլուխը։ Ես այս շաբաթ գտնվելու եմ ոչ Երևանում եւ այդ պատճառով դասախոսությունները կարող է մի քիչ տատանվեն ժամի տեսանկյունից, թե որ ժամին ես կկարողանամ ձայնագրել ուրեմն ձայնագրությունը եւ գցել այն Facebook կամ YouTube-յան էջ։ Դրա համար խնդրում եմ ներող կլինեք, ուշադիր եղեք ուղղակի, ես կաշխատեմ անել այնպես, որպեսզի դասախոսությունները հեռարձակվեն պրակտիկորեն ամեն օր։ Ինչպես տեսնում եք, այսօր բավականին ուշ ժամին ես կտեղադրեմ, ուղղակի որովհետև ամբողջ օրվա ընթացքում զբաղված եմ եղել։ Եվ այսպես ուրեմն շարունակում ենք մեր քննարկումները Շիմոն Բհագավատամի 3-րդ երկի 8-րդ գլխի շուրջ, որտեղ Մայտրեյան ինքը, ինչպես տեսանք, նկարագրում է արարչագործությունը։ Նկարագրում է արարչագործությունը եւ այս պահին ուրեմն մենք ձեզ հետ միջև այս տեքստը, այսօրվա տեքստերը քննարկեցինք Տեր Բրահմայի դիրքը։ Խոսեցինք դրա մասին, որ ըստ արիացիների Տեր Բրահման ինքը նյութական բանականության մարմնավորումն է։ Եվ հիմա ուրեմն ցույց է տրվում, որ կենդանիակը առաջին հերթին նյութական աշխարհում է հայտնվում գիտակցությամբ եւ իր բանականությամբ, այսինքն իր գնահատելու ունակությամբ։ Մենք խոսեցինք դրա մասին, որ նյութական էներգիան ինքը սկզբնականորեն նախատեսված է նրա համար, որպեսզի թաքցնի կենդանիակից գերագույն Աստծո անձնավորությունը։ Աստվածամերժերը սովորաբար հարց են տալիս աստվածամերժության դարաշրջանում ապրող հոգևոր մարդկանց, թե եթե Աստված կա, ապա ինչու մենք իրեն չենք տեսնում։ Այստեղ մենք գտնում ենք արիացիների պատասխանը։ Նրանք պատասխանում են այսպես. Գերագույն Աստծո անձնավորությունը շատ նուրբ եւ կիրթ անձնավորություն է։ Եվ դա թաքնվում է այն կենդանիակներից, որոնք իրեն չեն ուզում տեսնել։ Սա առաջինը։ Երկրորդը իհարկե բացարձակ մեծամտություն է աստվածամերժ կենդանիակների կողմից մտածել, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ծառայի նման պարտավոր է ենթարկվել ամեն մի նույնպես էլի չնչին չափ ունեցող կենդանիակի հրամաններին կամ ցանկություններին։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքն է որոշում, թե ում առաջ ինքը հայտնվի, ում առաջ ինքը չհայտնվի, եւ պայմանը ինքը շատ տրամաբանական է։ Գերագույն Աստծո անձնավորությունը սեր է, Գերագույն Աստծո անձնավորությունը մաքրություն է, եւ այդ պատճառով ինքը հայտնվում է միայն բացարձակ մաքրության հասած կենդանիակների առջև։ Այստեղ մենք հանդիպում ենք աստվածամերժության դարաշրջանում մի այդպիսի հայտարարման, որը իրականում արդար է այս դարաշրջանի համար, ինչու, որովհետև աստվածամերժության դարաշրջանում բացարձակ մեծամասնությամբ կենդանիակները իրենք զբաղված են, այսպես էլի, ձևական կրոնականությամբ, այսինքն իրենք զբաղված չեն հոգու մաքրագործմամբ եւ այդ պատճառով իրենք պնդում են, որ աշխարհում ոչ մեկ չի կարող ազատվել արատներից, քանի դեռ ինքը գտնվում է նյութական աշխարհում։ Մենք ձեզ հետ դեռ կհամոզվենք, որ արիացիները սկզբունքորեն համաձայն չեն այդ ուրեմն հաստատման հետ։ Ինչու՞ն է կայանում խնդիրը։ Նրանց համոզմամբ, եթե կենդանիակը ինքը նախասկզբնականորեն ունի մաքրություն, ապա այդ մաքրությունը ինքը կարող է արտահայտվել ցանկացած պահի, ցանկացած վայրում։ Դա կախված է միայն մի ուրեմն գործոնից։ Այդ գործոնը կենդանիակի ազատ կամքն է։ Եթե կենդանիակը ինքը դրսևորում է այդպիսի ազատ կյանք, որ ուզում է լինել, ուզում է վերականգնել իր մաքրությունը, ապա նա ստանում է հոգևոր ճանապարհ, իրական հոգևոր ճանապարհ, որը կարողանում է ապահովել այդ մաքրության process-ը, չէ, եւ ազնվորությունը կանգնելով այդ ճանապարհի վրա, ռեալ մաքրագործում է իր հոգին։ Արիացիները այստեղ ուրեմն բացատրում են, որ այդ մաքրագործման process-ը կախված նրանից, թե կենդանիակը ինքը ինչպիսի
ոգեշնչվածություն ունի հոգևոր դաշտում, ապա դա այդ գործոնից է կախված, թե ինչ արագությամբ կենդանիակը կկարողանա վերականգնել իր մաքրությունը։ Նա կարող է դա անել մի քանի տարում, նա կարող է դա անել մի կյանքի ընթացքում, իսկ կարող է անել կյանքեր շարունակ։ Սա ուրեմն կախված է կենդանիակի նախաձեռնությունից։ Հիմա սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն գաղափարը կայանում է նրանում, որ մաքրությունը կարելի է վերականգնել ցանկացած պահի, անկախ տեղից, մի քիչ կախված իհարկե պայմաններից, հա, եւ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շատ ակտիվ բան է ունենում, էլի ներդրում է ունենում կենդանիակի հոգևոր կյանքի մեջ, եթե կենդանիակը ինքը լինում է ուրեմն անկեղծ։ Տեր Բրահման լինելով ուրեմն բանականության մարմնավորումը, ինքը հայտնվեց նյութական աշխարհում եւ ինչպես մենք տեսանք, արիացիները նկարագրում են այդպես, որ ինքը չէր կարողանում հասկանալ ինքը ով է, որտեղից է հայտնվել եւ ամենակարևորը, ինչի համար գոյություն ունի։ Այդ ժամանակ նյութական բանականությունը ինքը դիմում է արտաքին աշխարհին ինֆորմացիա հավաքելու համար, որպեսզի կարողանա հասկացողություն զարգացնի, ընդհանրապես որևիցե թեմայով, ինչ թեմա, որ այդ պահին իրեն հետաքրքրում է։ Այս պահին Տեր Բրահմային հետաքրքրում էր իր ծագումը եւ իր գոյության իմաստը։ Եվ մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը կարողացավ հասկանալ, որ իր շրջապատում այդ հարցի պատասխանը չկա։ Ինքը կարողացավ հասկանալ, որ այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է գնալ դեպի ծնունդի արմատները, այսինքն ծնունդի գաղտնիքը բացահայտել, չէ՞։ Եվ մենք տեսանք, որ ինքը այդ լոտոսի ցողունի միջով հասավ մինչև այն կետը, որտեղից լոտոսի ցողունը արդեն մտած է Գերագույն Աստծո անձնավորության պորտի մեջ։ Եվ տեսանք, որ այդտեղից այն կողմ Բրահման չկարողացավ անցնի։ Եվ տեքստը հենց դրա մասին էր, որ արիացիները մեզ փաստացի ասում են, որ իրականում, եթե ես այսպես հայավարի բան ասեմ, չէ, զոր մի տվեք ձեր գլխին, հա, որովհետև բանականության միջոցով ծնունդի եւ մահվան գաղտնիքները հասկանալ հնարավոր չի։ Այդ ծնունդի եւ մահվան պատճառները գտնվում են նյութական աշխարհից դուրս եւ նյութական բանականությունը դա հասկանալ չի կարող։ Ուրեմն Տեր Բրահման ինքը հասկացավ, որ այն ռեսուրսը, որը ինքը ունի որպես բանականություն, ինքը եթե օգտագործում է, ինքը չի կարողանում հասնել իր նպատակին։ Եվ մեր այսօրվա տեքստերն են, ուրեմն, ասենք, Տեր Բրահմայի տեքստերը, որտեղ Տեր Բրահման ինքը արդեն չկարողացավ եւ հիմա տեսնենք, թե ինքը ինչ է անում հետո։ 3-րդ երգ, 8-րդ գլուխ, տեքստեր 21-ից։ Այդպես էլ չկարողանալով հասնել ցանկալի նպատակին, ուրեմն Տեր Բրահման ինքը կանգնեցրեց իր փնտրտուքները եւ վերադարձավ լոտոսի ծաղկի վրա։ Այնտեղ, ուրեմն, ղեկավարելով իր շնչառությունը եւ հրաժարվելով ցանկացած նյութական երևույթներից, ինքը կենտրոնացրեց իր միտքը Գերագույն Աստծո անձնավորության վրա։ Ուրեմն, սիրելիներս, չէ, մենք այստեղ արդեն տեսնում ենք, որ Տեր Բրահման ինքը վերադարձավ լոտոսի այդ ծաղիկի միջուկի մեջ, այսինքն ինքը չկարողացավ հասնել այն երևույթին, որ ինքը ուզում էր, ինքը չկարողացավ հասնել այդ բացահայտումներին, որոնք ինքը ձգտում էր հասկանալ ուրեմն արտաքին գործունեության
միջոցով, չէ, եւ ինքը դադարեցրեց իր փնտրտուքները։ Եվ ինչ արեց ինքը։ Ինքը վերադարձավ իր այդ գոյության կենտրոնին, այսինքն այդ լոտոսի ծաղիկի այդ միջուկին, որի կենտրոնը, միջուկը, որի մեջ որ ինքը նստած էր, չէ։ Եվ ուրեմն ինքը հասավ իր տեքստը ինքը ասեց, որ ինքը հասավ ուրեմն բանին հրաժարվածության նյութական աշխարհից եւ կենտրոնացրեց իր միտքը գերագույն աստծոանձնավորության վրա, ուրեմն բանով շրջանական վարժություններ կատարելով, յոգայի միջոցով եւ ուրեմն ճգնություններով։ Կներեք, ես ոնց որ թե մի տեքստ այստեղ բաց թողեցի։ Մի վարքյան։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Հա, եւ հիմա ուրեմն մենք տեսնում ենք, որ այս տեքստը, չէ, ինքը խոսում է նրա մասին, որ Տեր Բրահման ինքը հեղափոխություն կատարեց, հա, ինքը դա այն կետն է, որտեղից բանականությունը ինքը հեղափոխություն է կատարում իր մեջ, որովհետև մինչև այս պահը տեքստերը իրանք խոսում էին նրա մասին, որ Տեր Բրահման ինքը ճշմարտություն էր ման գալիս Իրանից դուրս։ Ուսումնասիրելով, հա, ինքը դա փորձում էր անել ուսումնասիրելով, ինքը դա փորձում էր անել գործողություններով, երբ որ սուզվեց այդ ծողունի միջով եւ հասավ միջև պորտը, չէ, ինքը ուզում էր փորձեր կատարում հասկանալ իրականությունը իր զգայարանների եւ բանականության միջոցով, չէ, բայց ինքը այդպես էլ չհասավ այն նպատակին, որը ինքը հետապնդում էր, չէ, այսինքն ինքը չի բացավ թե ինքը որտեղից է հայտնվել եւ ինչի համար գոյություն ունի։ Այդ ճշմարտությունը, եթե կարելի է ասել, ամեն անգամ իրենից սողոսկրում էր եւ թաքնվում, չէ։ Եվ մենք տեսանք, որ Տեր Բրահման այս տեքստով ինքը շատ կտրուկ որոշում կայացրեց։ Այսինքն որն է այստեղ խնդիրը, չէ։ Իրականում արիացիները այստեղ մի շատ կարևոր խնդիր են քննարկում, հա, որ անձնավորությունը ինքը պետք է կարողանա կանգ առնել, երբ որ չի կարողանում հասնել արդյունքների։ Տեսեք, հասկացողություն զարգացնելու համար, չէ, կենդանիակը ինքը ռեալ ունի միայն իր սեփական բանականությունը, ուրիշ ոչինչ ինքը չունի, չէ։ Ինքը ունի զգայարաններ, որոնց միջոցով ինքը ընկալում է նյութական աշխարհը, բայց ինքը ունի նաև բանականություն, չէ, ասենք մարդկային մարմնի մեջ մենք փաստացի տիրապետում ենք այդպիսի բանականությամբ, որը մեզ թույլ է տալիս, որպեսզի մենք իրականացնելով հետազոտություններ, չէ, եւ զարգացնելով գիտությունը, որտեղ գիտեք ինչպես չէ, տեսեք, գիտությունը ինքը միշտ չի, որ ինքը էմպիրիկ է, չէ, գիտությունը ինքը համել, նո այդպես կոպիտ ասած, համել հաշվարկներ է, չէ, որտեղ տաղանդավոր մարդիկ, որոնք իրենք յուրահատուկ բանականության տեր են, չէ, իրենք նստում են եւ անում են ինչ-որ հաշվարկներ, որոնց միջոցով իրենք կարողանում են ցույց տալ, որ այս ուղղությամբ եթե գնանք, ինչ-որ մի նոր բան, այսինքն սկզբում ձևավորվում է թեորիան, հայերեն ոնց է, տեսությունը, հա, սկզբում ձևավորվում է տեսությունը, հետո այդ տեսությունը ապացուցող, ուրեմն փորձերն են կատարվում, որտեղ տեսությունը ինքը կամ հաստատվում է, կամ հերքվում, արդեն պրակտիկայի մեջ, չէ՞։ Իսկ կան ճշմարտություններ, որտեղ կենդանիակը ինքը հենվելով իր բանականության վրա, ուղղակի էմպիրիկ ճանապարհով առաջ է գնում եւ կամաց-կամաց հասկացողություն է զարգացնում, թե ինչը ինչպես է կառուցված։ Ուրեմն, հիմա տեսեք, Բրահման ինքը գիտակցում էր, որ ինքը նստած է լոտոսի վրա։
Ինքը գիտակցում էր, որ ինքը ունի շատ որոշակի մարմին։ Ինքը գիտակցում էր այդ մարմնի ունակությունները եւ դրա համար իրան թույլ տվեց ուրեմն մտնել այդ լոտոսի ծաղիկի ցողունի մեջ, չէ՞, օրինակ ասենք, եթե ես այդտեղ լինեի, կոպիտ ասած, չէ, իմ մտքի ծայրով անգամ չեր անցնի, որ կարելի է այդ ցողունի մեջ մտնել եւ դրա միջոցով փորձել հասկանալ, թե ես որտեղից եմ ծնվել, որտեղ ես իմ ծնունդը իրականում ոչ էլ այդ լոտոսի ծաղիկի հետ կկապեի, որտեղ փաստացի ես չեմ տեսել այդպիսի process, որ ես իրանից եմ ծնվել։ Ես ուղղակի կամ եւ նստած եմ լոտոսի ծաղիկի վրա։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն բանականության հիմքի վրա կենդանիակը ինքը կարող է ուրեմն սկզբում մշակել տեսությունը, այսինքն ենթադրություններ անել որոշակի հաշվարկների կամ օրինաչափությունները հաշվի առնելով, չէ՞, եւ այդտեղից կարող է հասկանալ, թե ինչպիսի գործողություններ ինքը պետք է անի, որպեսզի ճշմարտություն հասկանա։ Եվ կարող է ուղղակի հակառակը, ինքը էմպիրիկ ճանապարհով գնա, չէ՞, եւ ասենք, չգիտեմ, օրինակ էլի, որպեսզի բան չանենք, չէ՞, օրինակ ասենք մարդը ինքը կաշվով փակված է, չէ՞, իր ներքին օրգանները մաշկով փակված են։ Եվ օրինակ մարդը հիմա ուզում է հասկանալ, ինչ է նշանակում, որ ինքը հիվանդ է, այդ ինչ կա իր մեջ։ Չէ՞, տեսեք, չէ՞ որ ասենք, օրինակ քրիստոնեությունը ինքը բավականին երկար ժամանակ արգելել է, չէ՞, ընդհանրապես փորձեր նույնիսկ կատարել, հասկանալ, թե ինչ կա մարդու մարմնի մեջ։ Բայց հին աշխարհների քրմերը իրենք շատ լավ գիտեին մարդու մարմնի կառուցվածքը։ Հիմա ազնվորությունը, օրինակ, ինքը կարող է ասել, վայ, այստեղս ցավում է։ Եվ մարդը ինքը չգիտի այնտեղ ինչ կա, բայց ինքը կարող է հետազոտություններ անել, այսպես ուշադիր նայի, չէ, եւ հասկանա, որ օրինակ, ամեն անգամ, երբ որ մարդը ջղայնանում է, հետո իր այստեղը ցավում է։ Ուրեմն այստեղ կա ինչ-որ մի հատ օրգան, որը ինքը փչանում է նրանից, որ մարդը ինքը նեգատիվ էմոցիաներ է ունենում։ Դե ինքը կարող է գալ այդպիսի եզրակացության։ Հետո ինքը կարող է, այո, կարող է բացել այդ մարմինը եւ տեսնել, որ իրոք այդտեղ մի հատ բան է դրված, որին մենք հետո կոչել ենք սիրտ։ Հասկանում եք, իսկ մարդը կարող է ուղղակի ամենասկզբում վերցնել ինչ-որ մի հատ դիակ, վերցնել, կտրել այդ դիակը, բացել իր ներսը եւ տեսնել, որ այդտեղ կա սիրտ։ Եվ հետո միայն նոր կապել, որ սիրտը հիվանդանում է, երբ որ կենդանիակը ինքը օրինակի համար շատ է նեղվում, ջղայնանում կամ տխրում կամ ոչ բացական էմոցիաներից։ Հասկանում եք։ Հիմա Բրահման ինքը հասավ այդ սահմանին։ Եվ մեր այսօրվա տեքստը ինքը խոսում է այ նրա մասին, սա շատ կարևոր ունակություն է, որ կենդանիակը ինքը պետք է մարդը մեր դեպքում, հա, մարդը ինքը պետք է կարողանա կանգ առնի։ Տեսեք, ասենք, հիմա շատ գիտնականներ իրենք չեն կարողանում կանգ առնեն այդ համառության մեջ, որ իրենք ուզում են ծննդի եւ մահվան գաղտնիքին տիրապետեն։ Իրականում, չէ, այդ վերածնունդը, որ մենք այդքան խոսում ենք, ինքը ուղղակի աչքերով, այ ուղղակի տեսողության տեսանկյունով, չէ, կարող են տեսնել միայն շատ բարձր կարգի յոգերը, հասկանում եք, եւ ազատագրված հոգիները։ Ես օրինակ որ անկեղծ ասեմ, հատկապես Ռուսաստանի դաշտում ահավոր զարմանում եմ, որ մարդիկ ասենք այսպես էլի, հա, իհարկե չի կարելի հերքել, որ դրանք շատ գրագետ անձնավորություններ են, որ իրենք գիտության մեջ շատ լուրջ անձնավորություններ են, շատ բանական անձնավորություններ են, հասկանում եք, բայց մենք պիտի նույնպես հասկանանք, որ եթե կենդանիակը ինքը ընդամենը զարգացած այս տեսանկյունից ընդամենը նյութական զարգացած բանականություն ունի, դա դեռ չի նշանակում, որ ինքը իրավունք ունի խոսել նրա մասին, թե ինչ կա անցյալ կյանքերում, չէ, օրինակ ասենք Ռուսաստանում այդ դաշտում այնպիսի քանակությամբ ստեր, հորինված բաներ կա, որ մարդիկ այսպես լուրջ
տեսքով, այդտեղ նստած կարող է լինել թող ներեն ինձ ակադեմիկոս, չգիտեմ ինչ, ով ինչ ուզում խոսում է։ Մեկը ասում է, բան հոգին ինքը պայմանագիր է կնքում եւ այն կյանքը, որ ինքը ունի, համապատասխան է այդ պայմանագրին։ Մյուսը ասում է, այո, իհարկե վերածնունդ կա, եւ կենդանիակը ինքը 9 անգամ է ծնվում։ Այն մյուսը ասում է, չգիտեմ ինչ, այնպիսի բաներ կան հորինված, հասկանում եք, որ ուղղակի sense արդեն դա ես անկեղծ եմ ասում, սովորական մարդը ինձ այս սիտուացիայում ուղղակի մեղքս է գալիս։ Որտեւ այստեղ ինքը ուղղակի, sense ուղղակի ճար չունի։ Вообще հասկանա թե ճշմարտությունն է ինքը որտեղ է, ինչպես է, ինչպիսին է, ոնց է, այստեղ հիմա դաշտը այնպես է խառնված, չէ, որ այդտեղ պայքարի մեջ մտնել, փորձել ինչ-որ ճշմարտություններ ապացուցել, բացարձակ անիմաստ գործ է։ Միակ բանը, որին դու այդ միջոցով կարող ես հասնել, դա այն է, որ վեդրոններով այնպիսի քանակությամբ իրենց հեղինակության տեսանկյունից քո վրա կեղտ կթափեն, որ ուղղակի այսպես կլղջվես ու կվերջանաս։ Եվ այդտեղ միակ ձևը, որը մնում է, դա նա է, որ դու առանց ոչ մեկին ձեռ տալու, դու էլ ասես այն ինչ որ դու գիտես, եւ ասենք մարդիկ իրենք, հա, ինչու՞ չէ, մարդիկ ընտրեն։ Եվ ինչպես ասում են, նրանք ովքեր ուզում են լինել խաբված, լինում են խաբված, նրանք ովքեր ուզում են ճշմարտություն, ստանում են ճշմարտություն։ Եվ նրանք ովքեր ուզում են ճշմարտություն, Գերագույն Աստվածավորությունը ասում է, այդ անձնավորությունները իրանք շատ քիչ են։ Եվ սա ինքը ունի ինչպես իր թերությունը, բայց եւ այդպես էլ իր առավելությունը։ Հասկանում եք, սա ինքնըստինքյան նշանակում է, որ այն անձնավորությունները, որոնք իրենք խոսում են ճշմարտության մասին, չէ, իրանց կոպիտ ասած հետևորդները քիչ են լինելու։ Բայց իրանք միևնույնն է պատրաստ են լինելու այդ ճշմարտությունները ասելու։ Հասկանում եք, սա շատ կարևոր կետ է։ Օրինակ ասեք, ես ինքս ինչքան որ ուսուցիչներ եմ ունեցել, միշտ ասում եմ, որ բախտավոր եմ եղել այդ իմաստով, որտեղ ես մինչև հիմա, մինչև մահս էլ ասելու եմ, ես ոչ մի բառերով չեմ կարող արտահայտեմ, թե ես ինչ շնորհակալության զգացում ունեմ ընդհանրապես այն անձնավորությունների մասին, որոնք եղել են իմ ուսուցիչները, հատկապես հոգևոր դաշտում։ Հասկանում եք, ու ասենք, երբ որ նայում ես, տեսնում ես, որ իրոք այդպես է, իրանց գրվածքները շատ քիչ մարդկանց են հետաքրքրում, շատ քիչ մարդիկ են դրանք ուսումնասիրում, նրանք էլ ովքեր որ ուսումնասիրում են, այդտեղ մի 60%-ը դա ուսումնասիրում է միայն նրա համար, որպեսզի այդ գաղափարները վերցնի, հետո շահարկի իր կարիերայի, չգիտեմ, պարկի, պողի, ես ինչի համար, հասկանում եք, այդ ամեն ինչ ինքը շատ բարդ է, էլի։ Բայց այո, այդպիսի օրինաչափություն կա, չէ՞։ Եվ հիմա տեսեք, ասենք, այս տեքստը ինքը հոգեբանության տեսանկյունից ահավոր կարևոր տեքստ է, որ խելացի մարդը ինքը պետք է կարողանա ժամանակին կանգ առնի։ Սա այդքան խոսացի, որ սա ասեմ։ Տեսեք, օրինակ, չէ, հիմա ժամանակակից գիտնականները իրանք այսպես բախում են այդ դուռը, որպեսզի լրիվ գաղտնիքները հասկանան ծնունդի, թե ինչպես է ձևավորվում կյանքը եւ ինչու է մահանում մարդը։ Ինչու համար են իրանք ուզում դա անեն, որովհետեւ նյութական աշխարհում ապրող հավերժ հոգին միշտ ձգտելու է գտնել հավերժ գոյություն ունենալու ձևը։ Ինչու, որովհետև ինքը իրանով հավերժ է, հասկանում եք, եւ մահը իր համար ահավոր օտարածին երևույթ է, ինչպես եւ ծնունդը։ Մենք ոչ մեկս չենք հիշում, ինչպես ենք ծնվել, եւ չենք ուզում հիշել, որ մահանալու ենք։ Ամեն մի հոգին, ես միշտ ասել եմ Յուտիշտիրայի այդ պատասխանը ինձ ահավոր է դուր գալիս։ Եվ որ իր հայրը իրեն հարցրեց, ասեց, իսկ քո կարծիքով այս նյութական աշխարհում ո՞րն է ամենազարմանալի բանը։ Եվ Յուտիշտիրան այդ պատասխանը տվեց։ Այս աշխարհում ամենազարմանալին նա է, որ բոլորը մահանում են, բոլորը տեսնում են, որ բոլորը մահանում են, բայց ամեն մեկը ապրում է, այլ ռեալ ապրում է այնպես, ոնց որ թե ինքը միշտ գոյություն է ունենալու։ Հասկանում եք, եւ որտեղ է դա ամենաուժեղ ձևով արտահայտվում։ Դա արտահայտվում է մեր սովորության մեջ գործերը թողնել վաղվան։ Այսինքն ես
համոզված եմ, որ ես վախենում եմ լինելու։ Թեկուզ ամեն Աստծո օր կամ լսում եմ, կամ տեսնում եմ, որ մարդիկ կամ կենդանիները ուղղակի հանկարծամահ են լինում։ Հասկանում եք, եւ դա ինձ չի դրդում նրա, որ այն ամենը, ինչ որ ես կարող եմ անել այսօր, անպայման անեմ եւ չթողնեմ վաղվա։ Հասկանում եք, հիմա տեսեք ուրեմն, չէ՞, այդ բանականությունը ինքը պետք է կարողանա ինչ որ մի հատ կետում կանգնի։ Տեր Բրահման ինքը այնքան բանական է, որ կարողացավ հասկանա սրանից այն կողմ արտաքին աշխարհը հետազոտելով ես արդյունքի չեմ գալու։ Սա շատ կարևոր կետ է։ Հասկանում եք, եւ ինչ արեց ինքը։ Ինքը ասեց, ես իմ ծնունդի, իմ գոյության, իմ նախասահմանության շուրջ պիտի մտածեմ։ Հասկանում եք, չէ՞, այսինքն ինքը սա այն տեքստն է, որը ինքը ներկայացնում է տրանսֆորմացիան։ Հասկանում եք, այդ տրանսֆորմացիան, որ Բրահման ինքը դադարեց ման գալ ճշմարտությունը, գործողություններ կատարել այդ ճշմարտությունը հասկանալու համար արտաքին աշխարհում, չէ՞։ Եվ ուրեմն ինքը հասկացավ, որ երբ որ ինքը արտաքինում է ման գալիս իր ծնունդի եւ մահվան եւ այստեղ հիմա դեռ մահվան հարցը չի, ծնունդի եւ նախասահմանման խնդիրները հասկանալու համար, որ ինչքան ինքը արտաքինում է ման գալիս, այդքան ճշմարտությունը սողոսկում է իրանից եւ հեռանում, չէ՞։ Եվ ինքը ընդունում է մի շատ կարևոր որոշում իր համար դադարել դադարել ման գալ ճշմարտությունը դրսում, չէ՞, եւ կենտրոնանալ իր ներսի վրա։ Այսինքն իսկ ինչ է նշանակում, այն մարդը ինքը ինչպես կարող է գալ այդ գաղափարին, որ ինքը պիտի կենտրոնանա իր ներքին աշխարհի վրա։ Այսինքն մարդը փաստացի ինքը ունի իրան, որտեղ ինքը նստած է, չէ՞, եւ ունի արտաքին աշխարհը։ Հիմա ինչի մասին են խոսում արիացիները։ Իրենք ասում են, եթե դու ուզում ես հասկանաս քո ծնունդը, թե ընդհանրապես դու որտեղից ես ծնվել եւ ինչ պատճառով, եթե դու ուզում ես հասկանաս քո կյանքի նախասահմանումը, չէ, դու ունես երկու ճանապարհ։ Ման գալ դա արտաքին աշխարհում։ Հիմա եւ իրանք ինչ են ասում։ Իրանք ասում են արտաքին աշխարհը ինքը քեզ այո, շատ մեծ բանիմացություն կարող է տա, բայց այդ երկու հարցի պատասխանը արտաքին աշխարհը ինքը չունի։ Մնաց որ աշխարհը, մնաց այդ ինչ որ ես ունեմ իմ ներսում։ Եվ Բրահման ինքը հարցականի տակ է դնում։ Իսկ կարող է այդ հարցի պատասխանը իմ ներսում է, եթե դրսում չկա։ Հասկանում եք, չէ՞։ Եվ տեսեք, ասենք, այն որ ինքը վերադարձավ այդ լոտոսի ծաղիկի մեջ, չէ՞։ Սա հենց այդ բանն է, որ ինքը ուղղակի վերադարձավ այդ փաստի մեջ, որ ես ոնց եմ զարթել, ես աչքերս բացել եմ, տեսել եմ, ես կամ կա լոտոսը, հա, ես նստած եմ այդ լոտոսի մեջ ու չգիտեմ ես ով եմ, հա, եւ սա նշանակում է, որ Բրահման ինքը այդ ներքին աշխարհի մեջ մտնելուց առաջ ինքը վերադարձավ այն ճշմարտության մեջ, որի մեջ ինքը գոյություն ունի։ Հասկանում եք։ Եվ սկսեց փորձել հասկանալ, ինչի համար գործ ունի, գոյություն ունի, որն են իր արմատները, չէ՞։ Իր, ասենք, այդ տեղի, ծնվելու տեղի իմաստը։ Եվ սա իրականում այն ինչ որ արիացիները իրար կոչում են ինքնաիրականացում, հա, ինքնաիրականացման սկիզբն է։ Հա, եւ տեսեք, այսինքն արիացիները իրանք ասում են, դրսում ման մի արի քո էությունը։ Քո էության այդ դրսի այն ամեն ինչ որ կա դրսում, դա խապկանք է։ Խապկանք է, որը քեզ տրված է ինչ որ փորձ անցնելու համար։ Իսկ ճշմարտությունները գտնվում են քո ներսում։ Հա? Եվ ուրեմն Բրահման ինքը հիմա առաջին խնդիրը ինքը խաղաղացրեց իրան։ Հա, ինքը խաղաղացրեց, վերադարձավ այդ լոտոսի վրա, որտեղ ինքը հայտնվել է։ Եվ նստելով
տիեզերքի կենտրոնում սկսեց շնչել։ Հա? Եվ հիմա եւ հրաժարվելով նյութական օբյեկտներից։ Տեսեք, ինչու հենց շնչառության վրա է այսքան մեծ ուշադրություն դարձվում ընդհանրապես արիացիների գրվածքներում, որովհետև իրականում կյանքը ինքը սկսվում է շնչառությունից։ Եվ տեսեք, եթե մենք այսպես բանով էլի պոետիկ խոսենք, չէ, ապա մենք կարող ենք ասել այսպես. շունչը դա առաջի բանն է, որը մենք անում ենք հենց որ ծնվեցինք։ Շնչով են որոշում, որ երեխան կենդանի է։ Եվ շունչն է այն վերջի բանը, որը մենք տալիս ենք այս աշխարհին։ Հենց որ մենք չենք կարողանում օդի միջոցով, օդափոխանակության ուրեմն մեջ շարունակենք մնալ, մենք լքում ենք այս իրականությունը եւ այն մարմինը, որի մեջ գտնվել ենք, չէ՞։ Հիմա դրա համար ուրեմն ինչն է այստեղի որն է, չէ՞, բանը։ Իրանք այդ դրա համար արիացիները իրենք ահա որ կարևորում էին շնչառությունը։ Ընդ որում իրանք կարևորում էին շնչառության երկու ֆակտորը։ Առաջի ֆակտորը դա շնչառության հաճախականությունն է։ Երկրորդ ֆակտորը դա շնչառության խորությունն է։ Բանը էլ այսպես, известно, общеизвестно, հա։ Այսինքն բան է, ոնց է общеизвестно։ Հայտնի է, հա, համընդհանուր հայտնի է արդեն, որ քաղաքներում ապրող մարդիկ իրանք շնչում են իրենց թոքերի միայն վերևի մասով։ Եվ հենց դրա համար է, որ քաղաքում ապրող մարդիկ իրենք շատ հաճախ ունենում են շնչառական խնդիրներ, ունենում են այն, ինչ որ կոչվում է թթվածնային քաղց, չէ, կիսլարոդային դաստատочность, չգիտեմ ճիշտ ասել հայերեն թե ոչ, հասկանում եք, եւ դա ինքը շատ կարևոր ֆակտոր է։ Ուղեղը իր աշխատանքը տարիների ընթացքում վատացնում է, հենց այդ պատճառով, որ մենք շնչում ենք թոքերի արտակի մասով, չէ, եւ մարդիկ իրենք շատ սթափ գիտակցություն են պահպանում մինչև իրենց կյանքի վերջը, եթե իրենք սովորություն ունեն առավոտյան, ուրեմն դուրս գալ, եթե նույնիսկ մանրամասնություն չեն անում, քայլել այնտեղ, որտեղ կա բնություն, այսինքն այգիներում, հա, եւ շնչել այսպես կոչված մաքուր օդը, չէ, եւ խորը շնչել, հասկանում եք, չէ, հիմա տեսեք, ուրեմն շատ կարևոր է հաճախականությունը, ընդ որում բացարձակ ուրիշ փոխանակություն է կատարվում, երբ որ այսինքն շունչը ինքը ինչպես է, եկեք այստեղից սկսենք, հա, շնչառությունը ինքը ինչպես է կատարվում։ Ես շունչ եմ քաշում, այսինքն օդ եմ քաշում իմ օրգանիզմի մեջ, չէ՞։ Հիմա մի նյութափոխանակության ձև կա, որտեղ ես շնչեցի, հա, օդը քաշեցի, նյութափոխանակությունը ինքը տեղի է ունենում նրա հաշվին, որ ես շունչս պահեցի։ Ես օդ քաշեցի, շունչս պահեցի։ Թողեցի, որպեսզի այն ամբողջ օդը, որը ես շնչել եմ, լիարժեք բանալի, էլի, լիարժեք ռեակցիա կատարվի, չէ՞։ Եվ հետո, ուրեմն, այսպես շատ բանով պինդ արտաշնչելով, արտաշնչում եմ այն ամեն ինչը, ինչ որ կուտակվեց թոքերի մեջ, այդ փոխանակության հաշվին, չէ՞, եւ ուրեմն այդպես ռեսկի արտաշնչելով նպաստում եմ, որպեսզի այդ ամենը լրիվ դուրս գա, այնտեղ ոչինչ չմնա։ Եվ կա ուրիշ շնչառություն։ Դա նա է, որ ես բան եմ անում, չէ՞, ուրեմն, երբ որ ես շնչեցի, պահեցի, արտաշնչեցի եւ շունչս պահում եմ։ Այսինքն հիմա էլ այնտեղ ես օդը հավաքում եմ թոքերիս մեջ, չէ՞, եւ այդ լիքը օդով թոքերը կանգնեցնում եմ շնչառությունը, մինչև ռեակցիան լիարժեք լինի, հետո այն ինչ որ այդտեղ
բան եղավ, հավաքվեց դուրս թափեմ ինձանից, չէ, լրիվ, դրա համար ռես կնա դա էլի, բան անել, արտաշնչել։ Հիմա, եւ երկրորդը, ես արտաշնչում եմ եւ դատարկ եմ պահում թոքերս, ինչքան որ վիճակի եմ։ Հասկանում եք, այդտեղ ուրիշ փոխանակություն է գնում եւ հետո նոր ներշնչում եմ։ Չէ, սա առաջինը։ Այստեղ ուրեմն օդի եւ այդ էլի թթված բան ուղեկիցը գազ CO2-ն էլի, որը առաջանում է այդ նյութափոխանակության մասին է խոսքը, չէ՞։ Հիմա շնչառության հաճախականությունը։ Շնչառության հաճախականությունը ինքը այդ է, որ ինչքան երկար ես կարող եմ շունչ քաշել, ինչքան երկար կարող եմ պահել եւ ինչքան երկար կարող եմ արտաշնչել։ Արիացի յոգերը իրանք շնչառության վարժությունների մեջ հասնում էին, գիտեք ինչ, որ ես ասեմ ինչ-որ զարմանահրաշ արդյունքների, դա նույն բանը, որ ես ոչ մի բան չեմ ասել, իրենք հասնում էին ֆանտաստիկ արդյունքների, հա, որը ես նույնիսկ հիմա դաժե չեմ փորձի խոսել դրա մասին, որտեղ հետագայում մենք այդ թեմաների մասին օրինակներ կունենանք, որտեղ մենք կտեսնենք, թե ինչ ֆանտաստիկ շնչառության մասին էր խոսքը, ինչեր էին կարողանում արիացիները եւ ասենք այդ տեսանկյունից ռեալ էլի կներեք էլի ինչքան մանկական խաղ է այն ամեն ինչը ինչ որ յոգա է կոչվում այսօր։ Եվ տեսեք հիմա, պարզ չէ որ ասենք չենք կշտամբում էլի, ուղղակի քննարկում ենք իրականությունը քննարկել, դա չի նշանակում ինչ որ մեկին մեղադրել կամ վատ վերաբերվել։ Հիմա սիրելիներս, չէ՞, ուրեմն տեսեք, անպայման յոգերը իրենք, երբ որ կենթանեակը ինքը պիտի մտնի իր մեջ ու իր մեջ ինչ որ բան փնտրի, չէ՞, իրանք միանգամից կարևորում են շնչառությունը։ Տեսեք, ասենք, ես ասեցի, որ քաղաքի ապրողները իրանք շնչում են թոքերի վերևի բասով։ Հիմա կա մի շատ պարզ, երևի թե ասենք շատերը ձեզանից գիտեն, որ յոգերը իրանք ունեին այսպես կոչված մուդրաների արվեստը, չէ, այսինքն ինչպես էր կառուցված ընդհանրապես յոգան, էլի մենք պիտի այդ կառուցվածքային տեսանկյունից հասկանանք այդ process-ը, ոչ թե մանրամասնորեն, այլ կառուցվածքային տեսանկյունից։ Մանրամասնորեն դա մեզ հետաքրքրում է հատկապես խաթխա յոգան միայն այն ժամանակ, երբ որ մենք իրան օգտագործում ենք որպես ֆիզկուլտուրա, էլի, հա, մանրամասնություն։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, ասենք, չէ, այդ հասկացողության տեսանկյունից իմաստի, չէ, ուրեմն ինքը ինչպես է։ Վերջնականը, դա լոտոսի պոզան է։ Լոտոսի պոզան է, ինչու համար, որովհետև դա է կատարյալ պոզան, երբ որ ողնաշարը բացարձակ ուղի, հա, նյութափոխանակությունը ինքը կատարվում է կատարյալ ձևով, հա։ Ամբողջ մարմինը բերված է այնպիսի որակավորման, որ ազնվորությունը ինքը կարողանա անշարժ նստել տարիներ շարունակ։ Ես հիմա շատ մեղմ բան եմ ասում, որտեղ մենք արիացիների կատարմամբ այնպիսի թվեր ենք լսելու, որ դուք ասելու եք մենք չենք հավատում։ Հա, ես էլ էի սկզբում ասում, ես չեմ հավատում։ Հիմա տեսեք, երեքներս, չէ, ուրեմն այդ գլխավոր նպատակը մենք սա քննարկել ենք, դա անշարժ նստելն է, ինչու համար, որտեղ հենց որ մարմինը մի թեթև շարժվեց, կամ հենց որ մարմինը մի թեթև հիշեցրեց իր որևիցե կարիքի մասին, կենթանեակը ինքը իր մեդիտատիվ այդ կենտրոնացման process-ից ընկնում է, այսինքն ինքը չի կարողանում մնալ կենտրոնացած հոգևոր թեմաների վրա, հա, եւ ինքը միանգամից այդ հոգևոր թեմաների կենտրոնացումից դուրս է գալիս եւ կենտրոնանում է մարմնի կարիքի վրա, ինչու, որովհետեւ մարմնի կարիքը դա կենթանեակի գոյությունն է, եւ մարմնի ամեն մի անհանգստությունը ինքը սիգնալ է ուղեղի համար, կոպիտ ասած, չէ, որը ինքը միանգամից հասկանում է, որ հիմա մարմնին է վտանգ սպառնում եւ դա ավելի կարեւոր է, քան քո մտածելը, որովհետեւ մարմնից է կախված, թե դու գոյություն ունես, թե ոչ այս աշխարհում, հա, այսինքն ամենակարևորը կենթանեակի համար նյութական աշխատում դա գոյությունը պահպանելն է, չէ, դրա համար ռուսները մի քանի ասացվածք ունեն, չէ, որ այնինչ որ
մեզ չի սպանել, միայն ուժեղացնում է, կարող է մեզ ուժեղացնել, չէ, եւ ասենք որ ազնվորությունը պակամժիվի, հա, քանի դեռ մենք կենթանի ենք, ամեն ինչ կարելի է փոխել։ Այսինքն այդ կենթանի լինելու հանգամանքը ինքը գիտակցության, ենթագիտակցության համար ամենակարևորն է։ Եվ դրա համար հենց որ մի թեթև բան կա, ասենք, վտանգ կա կախված նյութական մարմնի հետ, չէ՞։ Միանգամից գիտակցությունը ինքը մնացած բոլոր process-ները անմիջապես կանգնացնում է եւ ուշադրությունը դարձնում է մարմնի վրա։ Դրա համար յոգերը իրանք դա շատ լավ հասկանում էին, ինչպես եւ հասկանում էին, որ առանց մեդիտացիայի process-ի ճշմարտություն հասկանալ հնարավոր չի։ Ուրեմն ինչ է պետք անել։ Պետք է մարմինը բերել կատարյալ վիճակի եւ այդ կատարյալ վիճակը դա խաթխա յոգան էր։ Հիմա, երբ որ արդեն յոգը ինքը կարողանում էր հաստատուն նստած մնալ, շաբաթներ, տարիներ շարունակ, հա, հիմա տեսեք այդտեղ ինչ ինքը չի ուտում, չէ՞։ Ինքը ոչ ուտում է, ոչ քնում է, համարյա չի շնչում։ Հասկանում եք, եւ այդտեղ առաջ էր գալիս հաջորդ յոգերի հաջորդ վարպետությունը։ Դա այսպես կոչված մուդրաներն են։ Այսինքն ձեռքերով սարքած ինչ որ պոզիցիաներ, չէ՞։ Հիմա այդ ձեռքերով, չէ, իրենք տեսեք ինչպիսի գաղտնիքներ գիտեին մարդու մարմնի կառուցվածքի հետ կապված, չէ, որ իրանք ուղակի ձեռքերը ինչ որ մի պոզայով պահելով, չէ, կարողանում էին, այ արդեն ինքը մարմինը չէր շարժում։ Հենց որ մեդիտացիայի մեջ ինչ-որ մի հատ իմպուլս էր գալիս, որ ինչ-որ մի բանում դիսկոմֆորտ կա, ինքը գիտեր, թե ինքը ձեռքերով ինչ մուդրա պիտի ընդունի, այսինքն ինքը չէր անջատվում մեդիտացիայից։ Ինքը միանգամից այն մուդրան էր ընդունում, որը այդ խնդիրը լուծում էր։ Չէ՞։ Հիմա, երբ որ իրանք սովորում էին բանել, համաչափ շնչել, այնպես որպես հիմա տեսեք, այսինքն, երբ որ մենք շնչում ենք վերևի մասով, ոչ խորը, չէ՞, երբ որ մենք շնչում ենք նույն պայմանական ասած թոքերով, չէ՞, մենք մատակարարում ենք սիրտը, գլուխը եւ այլն։ Ինչ որ գտնվում է այստեղ։ Բայց թթվածնի մեծ կարիք ունի նաեւ որովայնը։ Եվ դրա համար իրանք ունեին փորով շնչելու շնչառության բան, չէ, որ փորը պիտի ուղղի շնչառության ժամանակ եւ արտաշնչելու ժամանակ էլ փորով է սկսում արտաշնչել, չէ։ Եվ հիմա տեսեք, ասենք, այդտեղ կա մի հատ երկու հատ մուդրա։ Ձեռքերի վարժություն, որ ես հիմա ձեզ ցույց կտամ։ Չէ, օրինակ տեսեք, եթե դուք շնչում եք սովորական, այդ դրեք ձեր մատերը այսպես։ Եվ դուք միանգամից, եթե ուշադրություն դարձնեք, միանգամից կտեսնեք, որ հենց որ մատերը դնում եք այսպես, սկսում եք շնչել փորով։ Այսինքն դուք օդ եք մատակարարում աղիքային տրակտին։ Հասկանում եք, իսկ աղիքային տրակտի համար օդի մատակարարումը նույնքան կարևոր է, ինչքան գլխի։ Հա? Եվ հիմա փորձեք այսպես արեք եւ շնչեք քթով։ Եվ դուք կտեսնեք, որ անկախ ձեզանից սկսում եք շնչել փորով։ Հետո այսպես արեք։ Եվ դուք կտեսնեք, որ անկախ ձեզանից դուք միանգամից սկսեցիք շնչել վերևի մասով, այսինքն օդը սկսեց գնալ եւ մատակարարել ուղեղը։ Հա? Եվ տեսեք, եթե նույնիսկ ասենք դուք մեծահասակ մարդ եք, որ ասենք ինչ-որ խնդիր ունի առողջությունը պահպանելու, բան գնում եք այգի, օրինակ մարմինը այնպիսի վիճակում է, որ դուք չեք կարողանում վարժություններ անել, չէ՞։ Այ մի հատ, եթե նույնիսկ դուք այսպես պրոստը նստեք կամ կանգնած, ավելի լավ է կանգնած վիճակում, այս երկու մուդրաները անեք, չէ՞, դուք այնպիսի ճիշտ շնչառություն կանեք, որտեղ բաց կիսլարոդ էլի ոնց է, կիսլարոդ կստանա եւ որովայնը եւ ուղեղը։ Եվ նրա աշխատանքը ինքը բավականին կկարգավորվի ժամանակի ընթացքում։ Հասկանում եք, դրա համար ասենք այդ շնչառությունը, չէ, ինքը ահավոր կարևոր էր մեդիտացիոն պրակտիկաների մեջ։ Եվ դրա համար ասենք ինքը հենց այդպես նկարագրվեց, չէ, որ ուրեմն առաջի հերթին Տեր Բրահման ինքը վերադարձավ իր ծնունդի բանը, այդ կետը, որտեղ որ ինքը հայտնաբերել է իրան, որ ինքը կա,
չէ, այսինքն ինքը վերադարձավ այնտեղ, որտեղ օրենքով պիտի պարզ լինի իր բանը, իր նախասահմանումը, չէ, պիտի պարզ լինի, որտեղ գտնվում է իր քոքը, ինքը այստեղ է հայտնվել, չէ, եւ ուրեմն ինքը սկսեց ղեկավարել իր շնչառությունը, հա, եւ այդ ղեկավարված շնչառությունը ինքը իրան օգնեց, որպեսզի ինքը կտրվի արտաքին աշխարհից եւ մտնի ներքին աշխարհ։ Հա? Այսինքն սա ինչ տեքստ էր։ Սա տեքստ էր, որտեղ նկարագրվեց, թե ինչպես կենդանի էակը ինքը առաջին անգամ ուշադրություն է դարձնում ոչ թե աշխարհի վրա, այլ ոչ թե այն աշխարհի վրա, որը իրենից դուրս է ապրում, այլ այն աշխարհի վրա, որը ապրում է իր մեջ։ Պատկերավոր կարող եք ասել, առաջի անգամ է, որ ինքը ուշադրություն է դարձնում Աստծո եւ իր հոգու վրա։ Չէ՞։ Ուրեմն, այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ հենց այդ ներքին հրաժարվածությունը, ասեցինք հրաժարված էր նյութական օբյեկտներից, չէ՞։ Այսինքն այդ ներքին հրաժարվածությունը, գիտեք ոնց էլի, հոգեբանները ասում են բալտան կողմը, հա, այսինքն այդ որ միտքը մշտական մենք մեր մտքի հետ խոսում ենք կամ մենք մեր մտքի մեջ կռիվ ենք անում, սրա դրա հետ ենք խոսում, ափսոսում ենք, ողբում ենք, եսի ինչ, չէ։ Ուրեմն, առաջինը դա ներքին հրաժարվածությունն է, որը ինքը հասնում են դրան, չէ, նրա հաշվին, որ միտքը ինքը լռում է։ Հասկանում եք, այ որ միտքը ինքը երբ է լռում, չէ, երբ որ կենդանիակը զսպում է իր զգայարանները, մինչև չլինի զգայարանների զսպվածությունը, չէ, կենդանիակը ինքը չի կարող բանել խորասուզվի իր ներքին աշխարհը, հա, եւ դա է, արիացիները իրանք հենց դա, տեսեք, դա գաղտնիք է, չէ, իրանք հենց դա են նկարագրում որպես պայման, որի կատարման դեպքում ոչ թե Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ոչ թե ինչ-որպես абստրակտ մի բան է մնում, որին ես ուղղակի հավատում եմ, եւ հոգեբանը ինքը նայելով իմ վիճակին կարող է ասել, որ սա, հա, սա մի անձնավորություն է, որը ինքը մեսլեֆորմա, մի հատ մտակերպար է ստեղծել, չէ, որի միջոցով իր ենթագիտակցությունը իր հետ շփվում է։ Հա, բայց այն process-ը, որը ներկայացնում են արիացիները, դա այն process-ն է, որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը արտահայտվում է որպես կենդանի ռեալ անձնավորություն։ Հա, եւ դրա համար ուրեմն տեսեք այս տեքստը, չէ, ինքը, եթե մենք վերցնում ենք, ասենք, ճիշտը, դու արդեն սովորություն ենք դարձրել, եթե մենք վերցնում ենք այս տեքստը իմ հոգեբանական տեսանկյունից, չէ, թե ասենք խորքային հոգեբանության հետ այս տեքստը ինքը ինչ ազդեցություն է թողնում, չէ, ուրեմն այս տեքստը ինքը նկարագրում է այդ, ոնց ասեմ, արտաքին, այդ կեղծ արտաքին ակտիվության փլուզումը, հա, այն պահին, երբ որ կենդանիակը ինքը ճիքեր է գործադրում, որ մտնի իրան ներսը։ Եվ իհարկե, մարդը ինքը կարող է շատ երկար տարիներ ապրել շատ ակտիվ փնտրտուքների մեջ, չգիտեմ, հորինել ինչ-որ պրոյեկտներ, մտնել ինչ-որ հարաբերությունների մեջ, կուտակել ինչ-որ գիտելիք տարբեր սֆերաներում, չէ, եւ հանկարծ հասկանալ, որ իրականում ոչ այդ գործողություններից եւ ոչ մեկը իրան չտվեց պատասխան այն հարցերին, թե ինքը ընդհանրապես ինչի համար է այս աշխարհում հայտնվել, ինչ պիտի աներ, չէ, եւ այլն եւ այլն։ Եվ միայն այդ ժամանակ է, այստեղ այս տեքստը էդ է ցույց տալիս, որ միայն այդ ժամանակ է, որ կենդանիակը ինքը իր գործողությունները դադարում է։ Հա? Իսկ երբ որ ինքը ասել пассив վիճակի մեջ է մտնում ներքին հարցադրման, չէ, այդտեղ իր մոտ շանս է հայտնվում, հասկանում եք, իր մոտ շանս է հայտնվում այդ էլի հպվել, գործ ունենալ, հա,
գերագույն Աստծո անձնավորության հետ, ճշմարտության հետ, ներքին լռության շնորհիվ, հա? Եվ այդ երկու գործողությունները, գերագույն Աստծո գործողությունները, չէ, երևույթները, գերագույն Աստծո անձնավորությունը եւ բանը եւ ճշմարտությունը, չէ, իրանք գտնվում են նյութական տրամաբանությունից եւ նյութական ճիգերից դուրս։ Սա է գլխավոր գաղափարը այս տեքստի, չէ։ Եվ տեսեք հիմա, ինքը լոտոսը, չէ, մենք կարող ենք դիտարկել որպես ինքնության կենտրոն, հա? Ինքնության կենտրոն, որպես հանգստության կետ, չէ, որպես հանգստության կետ, կենթանիակի այդ ներքին փսիխիկայի, որտեղ Բրահման ինքը եկավ, ինքը կարող էր այդտեղ անել, չէ, բայց ինքը վերադարձավ, նստեց սողունի վրա, որտեղ որ ինքը հայտնվել էր, հանգստացավ եւ մտավ իր ներս։ Հասկանում եք, ինչ է նշանակում, որ այև որ ինքը վերադարձավ այդտեղ, որտեղ ինքը հայտնվել էր, չէ, ինքը կարողացավ մտնել այն լռության, այն հանգստության մեջ, չէ, որտեղ կենթանիակը ինքը, ոնց ասեմ, որտեղ կենթանիակը ինքը դադարում է իր ներքին կռիվը եւ ինքը իր հետ եւ աշխարհի, հասկանում եք, եւ այդ ժամանակ, որտեղ երբ որ իր մեջ կռիվ կա, այդ նշանակում է, չէ, կան երկու կողմեր, կա արտաքին աշխարհը եւ իմ ներքին պատկերացումները այդ արտաքին աշխարհի մասին։ Եվ դա է, չէ, որ բախում է առաջացնում եւ իմ մեջ մշտական զրույց է գնում, կռիվ է գնում այդ արտաքին աշխարհի հետ, որը ոչ մի կերպ չի ուզում համընկնի իմ ներքին պատկերացումների հետ։ Հասկանում եք, եւ երբ որ կենթանիակը ինքը գալիս է այդ իր կենտրոնը, ո՞րն է այդ կենտրոնը, ես կամ այստեղ եւ հիմա, այս ժամանակում, այս կենթանիակների մեջ, այս մարմնում, եւ սա է իմ իրականությունը, այն իրականությունը, որը ես վաստակել եմ։ Հասկանում եք, եւ այս հանդիպումը իրականում, որտեղ երբ որ մենք մտական ներքին խոսակցության մեջ ենք գտնվում, ներքին պայքարի մեջ ենք գտնվում աշխարհի հետ, մենք ընդհանրապես մի բան ենք անում, մենք ոչ մի կերպ չենք համաձայնվում իրականության հետ։ Եվ հաճիքեր ենք գործադրում, որ այդ իրականությունը փոխենք ու դարձնենք իրան այնպիսին է, ինչպիսին է, որ ես ուզում եմ իրան տեսնեմ, բայց ինքը չի փոխվելու, որտեղ ինձ միշտ բան էլի, ինձ միշտ տալու են, ինձ միշտ հանդիպում են տալու այն իրականության հետ, որը ես վաստակել եմ, ու մինչև ես իմ ներսում չունենամ այն լռությունը, այն խաղաղությունը, որը ինձ թույլ կտա, որ ես իմ մեջ հանդիպեմ իրականության հետ եւ դադարեմ իրան հերքել, ոչ մի բան տեղից չի շարժվելու։ Եվ այստեղ հոգեբանության տեսանկյունից Տեր Բրահման ինքը մեզ այդ օրինակն է ցույց տալիս, որ երբ որ արտաքին փնտրտուքները իրանք եղան անարդյունավետ, իսկ մեզանից յուրաքանչյուրը այդ անարդյունավետության process-ի մեջով պարտադիր անցնում է, հատկապես աստվածամենաշնչյան դարաշրջանում, չէ՞։ Եվ ինքը այստեղ մեզ այդ օրինակն է տալիս, հանգստացի, լռի եւ ընդունի այն իրականությունը, որի մեջ դու նստած ես, հանդիպի այդ իրականության հետ, նայի այդ իրականության աչքերի մեջ, հերիքա քացի տաս, ինքը մեկա ոչ միտեղ չի հեռանալու, հասկանում եք, չէ՞։ Եթե մենք խոսում ենք այս տեքստի մասին, որպես հիմք սրտի մաքրագործման, այսինքն իմ աշակերտների համար անարդարի վրիտի process-ի համար, չէ, ապա այստեղ ինքը քննարկվեց մի քանի անարդա կամ սրտի թուլություն, չէ, հնչեցին խոսքեր, օրինակ, Պրակրիտի բութի, հա, որն է Պրակրիտի բութի, դա այն բանականությունն է,
որը ինքը հավատում է, որ հոգևորը կարելի է հասկանալ, կարելի է ընկալել, հա, նյութական զգայարանների միջոցով։ Այս տեքստի մաքրագործումը ինքը դրանում է գտնվում, որ մենք հասկանում ենք այդ պրակրիտի բութին կամ հավատ, որ նյութական բանականության միջոցով, նյութական զգայարանների միջոցով կարելի է ընկալել հոգևորը, դա այդ կեղտից մենք մաքրվում ենք, որ հնարավոր չի։ Բրահման դա չկարողացավ անի, չէ՞։ Հաջորդ գաղափարը, որը ինքը հենց մաքրագործման սրտի մաքրագործման process-ի տեսանկյունից ինքը կարևոր էր, դա ասամատվագործն է, խոսքն էր, չէ՞։ Որտեղ որն էր, այդ որ կենդանիակը ինքը ի վիճակի չի կանգնել։ Այսինքն այդ միշտ այդ ռուսերեն մի հատ լավ խոսք կա, ինքը կոչվում է սուիտա։ Հայերեն չգիտեմ, էլի, եթե դուք գտաք մի հատ տայմ, տեսնեմ ինչ կասի։ Պիրիվոտ չի գա։ Երուզեր, հա, գիտեք ինքը տես մի քիչ Երուզերը ինքը մի քիչ ավելի ակտիվ խոսք է, էլի, սուիտա հետի ոնց որ այդ անիմաստ շարժումները, էլի, անիմաստ գործողությունները։ Հասկանում եք, այսինքն դա սովորությունն է շարունակել գործել, այսպես ասեմ, եթե նույնիսկ այդ գործողությունները ոչ մի արդյունքի չեն բերում, չէ՞։ Այսինքն այդ որ կենդանիակը ինքը ի վիճակի չի լինում կանգնացնել այն մեթոդները, որով ինքը փորձում է բանանել, էլի, взаимодействовать հարաբերությունների մեջ լինել արտաքին աշխարհի հետ, չէ, որ հասկանա, որ այսպես ինքը արդյունավետ չի։ Ինքը մեկ է չի կարողանում այդ ասամատվան, այսինքն անկարողությունը կանգնացնել, չէ, այս տեքստով եթե մենք ուշադրություն ենք դարձնում այդ հանգամանքի վրա, թե ինչպես վարվեց Տեր Բրահման, հասկանում եք, մեր մեջ մտնում է այդ գաղափարը, որ երբ որ հետազոտությունը, այսինքն արտաքին աշխարհից եկող իմպուլսների շուրջ մտածելը ինքը մեզ ոչ մի արդյունքի չի բերում, մենք պիտի կարողանանք կանգնենք եւ դադարեցնենք այդ սովորությունը արտաքին աշխարհում փնտրել հարցերի պատասխանը, չէ՞։ Հասկանում եք։ Եվ հաջորդ բանը, որը ինքը այստեղ շատ կարևոր էր, դա բոգավրիտի ուրեմն բառակապակցություններ, մենք ինչ է նշանակում, մանգալ վայելքներ, նույնիսկ բաների այդ познание, նույնիսկ ճանաչողականության process-ի մեջ։ Հասկանում եք, այսինքն ինքը ման է գալիս ոչ թե Աստծուն, այլ ման է գալիս վայելքներ ճանաչողականություն զարգացնելու process-ի մեջ։ Հասկանում եք, եւ այս երեքը, չէ, նորից եմ կրկնում, ուրեմն հավատը, որ կարելի է նյութական զգայարանների միջոցով ընկալել հոգևորը, հա, անկարողությունը կանգնեցնել սովորությունները, որոնց միջոցով մենք փորձում ենք զարգացնել իմացություն, երբ որ այդ մեթոդները մեզ այլևս արդյունք չեն տալիս, չէ, եւ մանգալ վայելք այդ познание, ոնց է հայերեն, այդ ճանաչողականություն զարգացնելու process-ի մեջ, այլ ոչ թե մանգալ Աստծուն, չէ, եւ մենք պիտի հասկանանք, որ եթե այս երեք երևույթները կենդանիակի մեջ կան, այսինքն կենդանիակը ինքը շարունակում է փորձել հոգևորը հասկանալ նյութական զգայարանների միջոցով, ինքը չի կարողանում կանգնեցնել իր սովորությունը, ինչ որ մեթոդներով հասնել
արդյունքի, երբ որ նույնիսկ հասկանում է, նույնիսկ ակնհայտ է, որ այդ մեթոդները իրան հաջողության չեն բերում, հա, եւ երբ որ ինքը իր համար վայելքներ է ման գալիս, նույնիսկ դա իրականացման ճանապարհի վրա, չէ՞։ Ուրեմն այս երեք երևույթները եթե կան, ազնվորությունը ինքը պարտադիր իր հոգևոր կյանքում գալու է հոգնածության տրամադրության, որտեղ զգայարանների միջոցով փորձել հասկանալ հոգևորը, դա նույն բանն է, ոնց որ ես ճակատով հիմա փորձեմ ծակել այս պատը։ Միակ բանը որ կլինի, ես կլինեմ աննախամ, չէ՞, եւ կհոգնեմ։ Եվ ուրեմն եթե այս երեքը կան, ազնվորությունը ինքը կամ հոգնածություն է զարգացնում, կամ հիասթափություն։ Հասկանում եք։ Բայց երբեք այս երեք վիճակները եթե կան, երբեք ազնվորությունը ինքը չի կարողանա ունենալ իր համար արդյունավետ հենարան իրական մաքրագործման համար, որտեղ հիմա մենք քննարկում ենք թեմաներ, որոնք նախնականն են, դա նախնական կալիբրովկան է, էլի չգիտեմ ոնց ասեմ, այդ նախնական process-ներն է, երբ որ մենք մեզ բերում ենք այն ստանդարտի, որը անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք իրականում սրտի մաքրագործման process անցկացնենք։ Հասկանում եք, չէ՞, եւ այստեղ այդ երեք կետերը իրենք շատ կարեւոր են։ Հիմա, երբ տեքստը ինքը արդյունավետ չի։ Արդյունավետ չի, եթե ազնվորությունը ինքը այս տեքստը կարդալով կարող զարգացնում է այդպիսի պրիմիտիվ հասկացողություն, որ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը եկավ յոգայի արդյունքում։ Հա, այսինքն կենդանիակը յոգա ճիքեր են, չէ՞։ Կենդանիակը ինքը ճիքեր գործադրեց եւ իր ճիքերով պարտադրեց, որ Աստված կա։ Միջավայր շատ յոգեր իրանք այդպես էլ մտածում են, որ ես ասկեզական եմ եւ դրա հետևանքով կոպիտ ասած Աստված ստիպված կլինի իմ առաջ գա։ Դա է պայմանը, ես այդ պայմանը կկատարեմ, ինքը ստիպված կլինի, չէ՞։ Բայց մենք պետք է իրականում պիտի ճիշտ տեքստի ճիշտ հասկացողությունը կայանում է նրանում, որ այո, իհարկե կենդանիակը ինքը պիտի ճիքեր գործադրի, որտեղ այստեղ գերագույն Աստծո ազնվորությունը բրահմային կասի տապո, այսինքն ճիքեր գործադրի, չէ՞։ Բայց ինքը գերագույն Աստծո ազնվորությունը, ինքը ոչ մի պայմաններին ենթարկված չի։ Ինքը երբեք պատասխան չի տալիս բռնությանը, իրան հնարավոր չի բռնաբարել ճիքեր գործադրելով, հասկանում եք, ինքը պատասխանում է անկեղծությանը եւ նվիրվածությանը, ինքը ամեն տեղ դա ասում է, որ երբ որ կենդանիակը ինքը նվիրված է իմ հանդեպ, ես ենթարկվում եմ իրան։ Տեքստը ինքը սխալ կընկալվի, եթե մենք լոտոսի պատմությունը ընկալենք այսպես էլի ուղակի, չէ՞ որ դա ուղակի խոսքը գնում է ռեալ ծաղիկի մասին, որի մեջ ծնվեց Տեր Բրահման։ Ուրեմն նորից իհարկե գոյություն ունի այդ լոտոսը, բայց ամեն մի երևույթ, որը գոյություն ունի նյութական աշխարհում, ինքը անպայման ունի իր ներքին իմաստը։ Եվ այստեղ այդ լոտոսի ծաղիկը դա կենդանիակի ներքին տարածությունն է, նրա սիրտը, հա, նրա միտքը, նրա կյանքի աղբյուրը, հասկանում եք, որտեղ այդտեղ է, որ կենդանիակի համար շատ բարենպաստ է վերադառնալ ինքնաիրականացման համար կարևոր ուրեմն խնդիրները հասկանալու այդ արդյունավետ լինելու համար, այսպես ասենք, հասկանում եք։ Ուրեմն, սիրելիներս, մենք այստեղից պետք է այս դասերը քաղենք, որ հնարավոր չի ունենալ հոգևոր զարգացում, քանի դեռ մարդը ինքը իր մտքով չի դադարում այդ այսպես կալիբանյաները, հա, հասկանում միտանյա էլի, որ այստեղից այդտեղ է գցվում, այնտեղից այստեղ, չգիտեմ ինչ, որ ինչ փորձի մի բան հասկանա, չէ՞։ Եվ այստեղ մենք պետք է հասկանանք, չէ՞, որ
Այսպես էլի հիմա էլ մարդը ինքը կարող է ծայրահեղության մեջ մտնել, որ հա այս տեքստը ասեց, որ գործել պետք չի, всё, ուրեմն ամեն ինչը տողնում ենք, գնում ենք նստում ենք լոտոսի ծաղիկի վրա, սկսում ենք մտածել։ Չէ, իհարկե, եթե մեր արտաքին պայմանները իրանք բարենպաստ են այդպիսի գործողությունների համար եւ մենք կարող ենք դա մեզ թույլ տալ այդպիսի շռայլություն, իհարկե մենք անպայման թույլ ենք տալի, բայց եթե ոչ, մենք պիտի հասկանանք, որ այստեղ ոչ թե ակտիվությունը ինքը ոչ թե մեղադրվում է, չէ, այլ ինքը չի դիտարկվում որպես բանալի, ինքը չի դիտարկվում որպես մեթոդ հասկանալ ճշմարտությունը, որպես մեթոդ, սա քննադատության մասին չի խոսքը, հասկանում եք, որտեղ ակտիվությունը ցանկացած երևույթ, որը ինքը գոյություն ունի, ինքը ունի իր ճիշտ կիրառման տեղը, չէ՞, օրինակ ես սրա բաժակով չեմ կարող, չէ՞, չգիտեմ, շենք կառուցել, չեմ կարող, որտեղ բաժակը ինքը նախատեսված է ջրի համար, բայց քանի ես փորձում եմ իր միջոցով շենք կառուցեմ, ես նույնիսկ մի հատ քար չեմ կարող, չէ՞, շենքի դնել։ Հասկանում եք, այսինքն ինքը գործողությունը չի մեղադրվում, հասկանում եք, մեղադրվում է, որ դու այն երևույթը, որը կա ուրիշ բանի համար, չպիտի օգտագործես ինքնաճանաչման համար, որտեղ ակտիվությունը ինքը ինքնաճանաչում չի տալիս։ Ինքնաճանաչում է տալիս ներքին լռությունը եւ հրաժարվածությունը։ Հասկանում եք, այդ հրաժարվածությունը դա ոչ թե որ ես հրաժարվում եմ ամեն ինչից, ոչ, դա այն հոգեվիճակն է, ներքին հոգեվիճակը, հասկանում եք, որ իրականում այն բանալին է, որով դու կարողանում ես բացես այն դուռը, որի հետևում քեզ սպասում է ռեալ գերագույն Աստծո անձնավորության հետ հանդիպումը։ Հասկանում եք։ Հա, ուրեմն, չէ, այս տեքստը, 21-րդ տեքստը ինքը շարունակությունն է։ Մենք ձեզ հետ մի շարան կարդացինք, չէ, 17-ից 20-րդ տեքստերը, որտեղ նկարագրվեց Տեր Բրահմայի ճանապարհը, որտեղ ինքը հիասթափվեց, չէ, ինքը հիասթափվեց իր նյութական գործողություններից, այսինքն մարմնով մտա չողունի մեջ, հասա այնտեղ, արդյունքի չհասա, այսինքն ինքը այդ էլի եւ հիասթափվեցի իմ նյութական գործողություններով, չէ, եկա դեպի ուր, եկա դեպի յոգա, այսինքն այդ ներքին խաղաղության, ներքին հանգստության վիճակին, որտեղ ես կարող եմ կենտրոնացած լինել իմ ներքին աշխարհի վրա, չէ։ Եվ ուրեմն հաջորդ տեքստը մեզ արդեն կտա այդ նկարագրումը, թե ինչպիսի արդյունքների է հասնում այն ազնվորությունը, որը ինքը դադարեց ճշմարտությունը ման գալ այս իլյուզոր աշխարհում, հա, որի մեջ ճշմարտություն չկա, ինչու չկա, որովհետև ինքը նախատեսված է հենց ճշմարտությունը թաքցնելու համար։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն այս տեքստերը իրանք այդ փոփոխության մասին են, չէ՞, որ կենթանիակը ինքը պետք է այդ էլի այդ շրջադարձը անի, որ ինքը պիտի դադարի արտաքին աշխարհում ման գալ իր համար հարցերի պատասխանը, չէ՞, եւ էլի խորասուզվել իր ներքին աշխարհի մեջ։ Եվ սա ուրեմն հոգևոր կյանքի մեջ շատ այսպես շրջադարձային պահ է։ Հասկանում եք, եւ նրանք, ովքեր որ ճիշտ կընկալեն այս տեքստի խորությունը, նրանք որպես օրենք բավականին հաջողակ կլինեն իրենց հոգևոր կյանքի մեջ։ Այսօր այսքանը եւ կներեք ուշ դասախոսության համար։ Տեսություն ձեզ, մինչև վաղ։